Մենք Իրանի կողքին ունենք մեծ նավատորմ, ավելի մեծ, քան Վենեսուելայի կողքին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Իրանի հետ կապված իրավիճակը փոփոխական է, քանի որ Միացյալ Նահանգները մեծ նավատորմ է ուղարկել տարածաշրջան, բայց կարծում է, որ Թեհրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել։ Նրանք ուզում են գործարք կնքել, ես դա գիտեմ, ասել է Թրամփը։ Եվրամիությունն ու Հնդկաստանն առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այսօր Հնդկաստանը կնքեց իր պատմության մեջ ազատ առևտրի մասին ամենամեծ համաձայնագիրը, ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Մենք դա արեցինք, մենք կնքեցինք բոլոր գործարքների մայր գործարքը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայնը։ Իսրայելը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ ստորագրել նոր 10-ամյա անվտանգության համաձայնագիր։ Ինչպես գրում է Financial Times-ը, Իսրայելը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրի կնքմամբ, որը կապահովի ամերիկյան ռազմական օգնության շրջանակ առաջիկա տարիների համար։ Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար, հայտարարել է Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Մասնավորապես Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել էլեկտրական սարքավորումների հերթական խմբականակը՝ ի պատասխան երկրի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամի։ Ֆրանսիայում վիրավորվել են Մարկ Ռյուտեի այն հայտարարությունից, թե Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների։ Ոչ, սիրելի Մարկ Ռյուտե, եվրոպացիները կարող են եւ պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Սիցիլիայում սողանքը կուլ է տվել տասնյակ տներ։ Մինչ այդ մի ամբողջ քաղաք տարհանվել էր, քանի որ հարյուրավոր տներ բառացիորեն փլուզման եզրին էին հայտնվել։ ԱՄՆ-ում ձնաբուկը դեռևս չի նահանջում, այն արդեն խլել է 30 մարդու կյանք։ Մոսկվայում առածյան հետևանքով հսկայական խցանումներ են, մարդիկ ստիպված իջնում են ավտոբուսներից ու ոտքով շարունակում ճանապարհը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։